Հայաստանի Հանրապետության այն իշխանությունը, որը կհամարձակվի Սյունիքում բացել Ռուսաստանի դեսպանատուն, քաղաքականապես կոչնչացվի, որովհետև դա ավտոմատ կերպով բազմիցս կրկնել եմ։ Դա նշանակում է Սելջուկ բոլշևիկյան հետախուզական կենտրոն, դիվերսիոն կենտրոն Սյունիքում, որտեղ ընդամենը մեկ ճանապարհ ունենք։ Այսինքն Ռուսաստանի գործոնը Սյունիքում ոչ թե պետք է բացառվի, պետք է մաքրվի ռետինով։ Ռուսերեն տառ պետք է չլինի Սյունիքում։ Ռուսաստանի Դաշնությունը Սյունիքից չպետք է օգտվի, հավերժ, այտենց է եղել, այտենց պետք է լինի։ Սյունիքը նժդեհականության հիմքն է։ Սյունիքում բոլշևիկներ եւ մնացած աղբը պետք է տեղ չունենա ընդհանրապես։ Սյունիքով չպետք է անցնի այսպես կոչված խաշմերուկների ճանապարհը, Սյունիքը չպետք է ապահովված լինի ռուսական ներկայությամբ, առավել եւս ազդեցությամբ։ Նույնիսկ եթե կան ռուսական գործարար շրջանակներ, որտեղ ընդդեմ են, դա էլ պետք է զրկվի, Սյունիքը ամբողջությամբ պետք է վերադառնա հայկական տիրապետության տակ, որովհետև ցանկացած, նույնիսկ կոոպերատիվ, որտեղ կա Ռուսաստանի ազդեցություն, ավտոմատ կերպով նշանակում է, որ դա Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին հակասում է։ Ռուսաստանի Դաշնությունը, եթե ուզում է Հայաստանի հետ ինչ-որ հարաբերությունները բարելաված վիճակից սկսի, ապա ինքը պետք է զրոյացվի հիմա Հայաստանում, դուրս գա ամբողջությամբ, FSB-ով, 102-րդ բազայով, ՀԱՊԿ-ով, ԵԱՏՄ-ով, չգիտեմ, երկաթգծերով, ՎՏԲ-ով, Սբերբանկով, որքանով եք իրատեսական համարում այն սա նպատակը, չէ, սա ծրագիր է։ Սա ծրագիր է, որը իշխանությունները, Հայաստանի իշխանությունները, որով պետք է դուք կարծում եք առաջնորդվեն եւ շարժվեն այդ ուղղությամբ։ Որով պետք է առաջնորդվի ցանկացած իշխանություն Հայաստանի Հանրապետության, որը ուզում է ապահովի Հայաստանի բնականon կայուն անվտանգ զարգացումը։ Բայց տեսանք, որ ասում է, որ խոչընդոտներ չկան, գործընթացը բնական է։ Ես ունեմ այլ տեղեկություններ, որ խոչընդոտներ կան, գործընթացը բնականon կանգնած է եւ այդ թվում իշխանության մեջ շատերը հասկանում են եւ այսպես ասած այդ գծի մեջ են, որ քաղաքականապես դա իրանց առանցնել ոչ լավ վարկանիշը կոչնչացնի։ Իրանց որ մնար կբացեին, հարցը դա չի։ Բայց իրանք հասկանում են, որ վերարտադրության խնդիր ունեն, վերարտադրության տեսանկյունից վտանգ կա, բավականին լուրջ վտանգ կա։ Ես էլ եմ ասում, Ռուսաստանի ներկայությունը Սյունիքում դա ավտոմատ ադրբեջանական գործակալական ցանցի ստեղծում է։ Հայաստանի Հանրապետություն պետք է արգելվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքը ներքին անձնագրերով։ Որովհետև տեսեք, ընդեղից ասենք կգա մի հատ Իբրագիմզադեն։ Դու տեսնում ես, որ ինքը Իբրահիմզադե է, բայց ինքը Իվան Իվանովի անձնագրով է։ Ու ինքը կգնա Սյունիք։ Ու երբ որ օրը գա, ես դες երեկվա օրինակը բերեմ, չգիտեմ, կարող է առաջ եմ ընկնում, ուկրաինացիք ինչ արեցին, հա, ռազմական հեռավոր ավիացիայի ոչնչացումը Ռուսաստանի։ Ասենք ընդամենը բեռնատար մեքենաներից դրոններ են դուրս դառնում։ Դե դուք պատկերացրեք, ոչ մեկ պատրաստ չէր դրան։ Հնարավոր չի դրան պատրաստվել։ Խաշմերուկը, բազմիցս ձեզ այդ սցենանը նկարագրել եմ, որ մի օր գնաց կանցնելուց կկանգնի, ամեն վագոնից 40 հոգի զինված դուրս կգա ու հավերժ կկորցնենք Սյունիքը։ Նույն բանը վերաբերվում է հյուպատոսություններին։ Կգա հերթական մի հատ թատրոն ճակերտավոր, կկանգնի ու վերջ։ Այսինքն Սյունիքը չի հանդիսանում այն վայրը, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը ունեն ինչ-որ ընդհանուր կետ, բացի նրանից, որ ռուսները այդտեղից պետք է գնան Կաբզոնի համերգին։ Ռուս պետքա չլինի Սյունիքում, վերջակետ։ Ահա, ուզում եք համարեք ինձ նացիոնալիստ, ուզում եք շովինիստ համարեք։ Դե հակառուս կարելի է այդպես կձևակերպել։ Տիգրանաշենից այն կողմ ռուսական անձնագրով մարդ եք տեսնում, վզակոթից պետք է վերցնեք, շպրտեք դուրս։ Լիոնում, քանի որ Սյունիքը եւ Ռոնալպը կնքել են այդ պայմանագիրը, անցած տարի դեռևս համագործակցության այդ փաստաթղթերը ստորագրվել էին, յուրաքանչյուր Սյունիքի քաղաք Ռոնալպի մեկ քաղաքի հետ պայմանագիր էր կնքել, համագործակցության մշակութային, սոցիալական եւ այլն, դա տրամաբանական հայելային գործունեություն, որտեղ մենք ունենք Լիոնում հպատոսություն։
Եվ Սյունիքում ունենալու պատասխան տրամաբանական է, որտեղ Սյունիքը որպես մարզ, Ռոնալպի հետ որպես մարզ, ունի հորիզոնական կապեր, որոնք զարգանում են, ընդ որում բնակավայր բազմաթիվ ծրագրեր կան։ Պատվո պատասխանը քիչ է։ Ես վստահ եմ, մեր մոտ Լիոնում պատվո պատասխան պատվո է, թե պատվո չգիտեմ, պետք է նայել։ Բայց ոնց որ պատվո չի նորմալ պատասխան։ Ես էլ չեմ նայել։ Այսինքն դա հայելային է, եթե Լիոնում կա եւ Լիոնը բան է անում, հետեւաբար Սյունիքում պետք է լինի, դա նորմալ է։ Հիմա ինչու Գորիսում ոչ թե Կապանում, դա դեսպանը բացատրեց, ասաց Գորիսում ֆրանկոֆոնիան ավելի զարգացած է, քան Կապանը։ Դե ամեն դեպքում հասկացանք, ինչա Կապանում Իրանի գրասենյակ կար, զբաղվում էին դրա։ Հա, Իրանի Իսլամական Հանրապետությունն է Կապանում ունի պատասխան ամբողջությամբ տրամաբանական է, որովհետև դա Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության, ասենք, ճանապարհի վրա է գտնվում, մարզն է, մարզ կենտրոնն է, հազար մի հարց արին, նոտարական թարգմանություններ, ապոստիլներ, բաներ, տրամաբանական է, որ կա անձնագրային հարցեր են լինում, դա նորմալ է որ կա, այսինքն դա աշխատանքային է։ Հնդկաստանը կարա բացի, որովհետև դա հանդիսանալու է, ասենք, չգիտեմ, ԵՄ, Հայաստան, Հնդկաստան այդ ճանապարհի հիմնական մասը եւ Հնդկաստանը ճանապարհի մեջտեղը կարա ունենա պատուսում, որովհետև պարտադիր չի Երևանով անցնեն բոլոր բեռները, հա, կամ բաները։ Կարա Հնդկաստանը ունենա, որպեսզի նաեւ առևտրային ներկայացություն։ Բայց Ռուսաստանը ինչ գործ ունի այդտեղ։ Ռուսաստանը ինչ ունի այդտեղ բացի մեզ դավաճանելու։ Կիրիենկոն ուղղակի փոխարինել է բեսեդային Հայաստանի դեմ վարվող հիբրիդ պատերազմի գլխավոր հրամանատարի պաշտոնում։ Կիրիենկոն ընդամենը Հայաստանի ոչնչացման կուրատոր է նշանակվել ռուսների կողմից, այդ պետականության ոչնչացման։ Ֆրանսիան արտգործնախարարության շրջանակներում նշանակում է կուրատոր, որը այս ամբողջ ծավալը, որովհետև դե պատկերացնում եք, եթե վերցնենք սա միայն Սյունիքն է, բայց էլի մարզեր կան եւ էլի այս համագործակցությունը շարունակվելու է, բիզնես համագործակցություն եւ այլն։ Պարզա որ մեկ հոգի պետք է ԱԳՆ-ում լինի, որը օրինակ կկոորդինացնի տեղական ինքնակառավարման մարմինների այդ շփումները առանց հավելյալ քաշքշուկի, որը հայտնի է, որ բոլոր ԱԳՆ-ները ունեն, հա։ Դա նորմալ է, որ մի հոգի կա, ով կոնտրոլ տակ կպա։ Այսինքն Ֆրանսիային էլի եմ ասում, Ֆրանսիայինը նման է նրան, որ Հնդկաստանը բացի պատասխան դեղ, այսինքն աշխատանքային կա բաներ, իսկ Կիրիենկոն ընդհանրապես հրամանատարն է հայոց պետականության դեմ տարվող հիբրիդ պատերազմի։ Սա է տարբերությունը։ Ռուսաստանը մեծամտաբար կարծում էր, որ տարածքը կտան իրեն։ Եվ ստեղ ոչ մեկ չի լինելու։ Խնդիրը նրանում չի, դե պետք է հասկանալ, որ ստեղ ոչ թե մեզ մոտ Ֆրանսիան մտել է եւ դրա համար Ռուսաստանը դուրս մղվում, այլ Ռուսաստանը դուրս է մղվել հանրային կարծիքի մակարդակով, ընդհուպ մինչեւ, ես նորից եմ ասում, եթե նույնիսկ հիմա գործող իշխանությունները հեղափոխություն, ժողովրդավարություն, ֆլան, բեֆան, այս սա միասին որոշեն, որ չէ, իրանք պետքա տենց շարունակեն Ռուսաստանի հետ փշի անել, սրա այս գործող իշխանություններն էլ կգնան Կաբզոնի համերգին ռուսական նավի վրա, որովհետեւ հանրության, հասարակության եւ ազգային պահանջա, նույնիսկ ոչ թե ազգային անվտանգության, ազգային արժանապատվության պահանջա, որ ռուսը ստեղ չլինի։ Շատերը ուրիշ կերպ են նայում, շատերը ասում են դե բան, գազ, ծորեն, բան, այս կողմիկով, խոսքը ազգային արժանապատվության մասին։ Ու սա բան չի, կիսահիստերի կատաղած գնանք, մորթենք, փրթենք, թափենք, դրա մասին չի խոսքը։ Սա սառը որոշում է։ Ես տեսնում եմ մարդկանց հետ շփվելով, հիմա Եվրոատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմում հանդիպումներ ենք մեր ՀԿ-ով անում, մարդիկ գալիս են։ Երբ խոսում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, իհարկե, հա, սա մարդիկ են, ովքեր պատրաստվել են գալու եւ այլն, տենց չի, որ ինչ-որ լրիվ պատահական մարդիկ չեն, իրանք հետաքրքրվում են, բայց դատողությունները սառն են, հիմնավորված են եւ սառ, չկա այդ ժամանակին 20-ից հետո 44 իրա պատերազմից հետո այդ վրթովում, սենց ինչ-որ բան, սա շատ էմոցիոնալ բան չկա, սառ։ Այսինքն սա արդեն որոշվել է եւ դարձել է ազգային սահմանադրության մի մաս, որ Ռուսաստանի հետ շփումը դա արժանապատվության անտեսում է։